Օլիա, բան չունես ասելու ինձ։ Ես չեմ հավատում, որ դու էլ չես գա։ Այդքան վստահ մի եղի։ Հետ գալու համար էլ չէ պիտի տեղ թողնես։ Իսկ դու հիմա ամեն ինչ անում ես, որ ընտանիքս քանդվի։ Ու ինչ ես կարծում, այդքանից հետո ես կուզեմ քեզ տեսնեմ։ Ես ավելի շուտ ինչ-որ այլ մարդու հետ կփորձեմ կյանքս կառուցեմ, քան կգամ քեզ մոտ, իմանալով, որ այդ ամեն ինչի պատճառը դու ես։ Հիմա ինչ, գալու ես երկրորդ ընտանիքս էլ քանդես։ Ես ուղղակի քեզ սիրում եմ, ուզում եմ միասին լինենք։ Հա, բայց ես եմ ուրիշին սիրում։ Իսկ այդ ուրիշը քեզ սիրում է։ Դե ոչ այնքան ինչքան ես կուզեի։ Բայց ամեն դեպքում նա է ասել, որ ուզում է հարաբերությունները կարգավորել։ Չես հավատա, բայց վերջին շրջանում ամեն ինչ այլ է։ Ես չեմ բացառում, որ այս ամեն ինչը իմ իլյուզիաներն են, իմ պատկերացումները, ու հնարավոր է դու ճիշտ ես ու Լուսեն երբեք էլ ինձ չսիրի։ Ու պարզ է, որ այդ դեպքում մենք երկար չենք դիմանա իրար հետ ու կբաժանվենք։ Բայց դա ոչ մեկ չի կարող կանխատեսել։ Դրա համար ժամանակա չէ պետք։ Ու ինչքան պետք է ես սպասեմ։ Դու լսում ես քեզ։ Ինչին սպասես։ Սպասես երբ է ընտանիքս քանդվում։ Չես հասկանում, որ սպասել պետք չի։ Ապրել է պետք, սիրահարվել է պետք, առաջ նայել է պետք։ Կյանքը փոխվում է, մենք էլ կյանքի հետ փոխվում ենք։ Ես երեկվա Դավիթը չեմ, վաղն էլ այսօրվանը չեմ լինելու։ Ես երեկ էլ, այսօր էլ ու վաղն էլ սիրում եմ քեզ։ Ես շատ լավ հասկանում եմ, որ այս ամեն ինչի մեջ իմ մեղավորությունն էլ կա։ Բայց ես հասկանում եմ, որ սկսել եմ հոգնել։ Իսկ երբ մարդը սկսում է հոգնել, գրեթե ամեն ինչ իր համար մեկ է դառնում։ Այնպես որ խնդրում եմ, ուղղակի ապրի քեզ համար։ Ու թող ես էլ ապրեմ։ Գնում ես։ Հա, գնում եմ։ Ու խնդրում եմ քեզ, որ հիմար ու անմիտ քայլեր չանես։ Եթե դու այդքան համոզված ես, որ ես միևնույն է հետ եմ գալու քեզ մոտ, ուրեմն այդ ճանապարհը մի քանդվի։ Այսինքն, եթե ես ձեզ ճիշտ հասկացա, ձեր հայրը այդ նույն հատվածում ավթարի ենթարկվել։ Ու նույն ժամանակահատվածում։ Մենք Անդրանիկի վթարի մասին մի քանի ժամ հետո ենք իմացել, որովհետև մենք Վրաստանում էինք։ Հա, ասեցիք։ Ու իմանալուց հետո միանգամից վերադարձել եք Հայաստան։ Ձեր կնոջ ու Սրապյանի հետ։ Հա, Սուրենը իմ գործընկերն է։ Իսկ այն ժամանակ ես ընդհանրապես նրանից շինանյութ էի գնում, հետո մենք դարձանք գործընկերներ։ Իսկ այդ հատվածում ինչ-որ արտառոց բան չեք նկատել, կարող է փորձեք մեկ անգամ ևս հիշել։ Դե գիտեք ինչ, մենք այն վիճակում էինք, որ ոչ մի բան չէինք կարող նկատել։ Միայն այն, որ ամբողջ ճանապարհը ոստիկաններ էին ու ոստիկանական մեքենաներ։ Եթե նույնիսկ ուշադիր լինեի, միևնույն է ես չէի հասկանա, որ այդ ոստիկանական մեքենաները եւ ձեր հոր ավտովթարը կապված են իրար հետ։ Իսկ շտապ օգնության մեքենաներ։ Այս ինչ կա մեր թաղերում, ինչի ես եկել։ Իա, մոռացել էի քեզ հարցնեմ։ Հարցիս պատասխանի։ Լսի այդ ջահել, դու ավելավանեն սրա, որ մի քիչ երկար ապրես։ Դու ոնց որ չես հասկացել, որ քեզանից վախեցող չկա։ Իսկ դու տեղյակ ես, որ մենակ գժերը վախ չունեն։ Արեգ։ Սաթենն ասեց համոյ տուն ես գնում, եկա միասին բան կավերցնենք ու նոր գնանք տուն։ Աղջիկ ջան, իսկ որտեղ կարող եմ տեսնել համոյին, ոնց որ թե տանը չէր։ Ինչ կա ձեզ համոյի հետ։ Գործ։
ոնց կարամ տեսնեմ իրեն։ Չէ, չես կարա։ Էսի այդ ջահել։ Այստեղ չի ձեզ համոն գնացել է։ Ուր։ Երևանում չի։ Ու այսօրվանից բոլոր հարցերը իր հետ կապված իմ հետ։ Լսի, դու իրա ինչն ես, փաստաբան է։ Լիազորված անձը։ Չէ, չկային։ Արդեն մարմինները տարել էին։ Ավելի ճիշտ տարել էին այն ինչ մնացել էր մարմիններից։ Ես չգիտեմ, կարողացա ինչ-որ բանով օգտակար լինել, թե ոչ։ Նրա մասին մի անհանգստացեք։ Իսկ Սրապյանը նույնպես մտերի մեր Անդրանիկի հետ ոնց դուք։ Չէ։ Ինչ եք հարցնում։ Դե եթե մտերիմ չեն եղել, ուրեմն հաստատ ձեր նման ծանր ապրումների մեջ չի եղել։ Ու հնարավոր է ինչ-որ ավել բան նկատած լինի։ Չգիտեմ, ես ոչինչ չգիտեմ, ոչինչ չեմ կարող ասել, ավելի ճիշտ, որովհետև այդ թեմայով նույնիսկ չենք էլ խոսել։ Հասկացա։ Դե լավ, ես ձեզ չխանգարեմ, բայց եթե ինչ-որ հարցեր ունենամ, կարող եմ, չէ՞ ձեզ նորից տեսնել։ Ես անկեղծ ասած չգիտեմ ուրիշ ինչ կարող եմ ասել, ինչով կարող եմ օգտակար լինել, բայց եթե հարցեր առաջանան, հա, իհարկե, բայց մի հարց եմ ուզում տալ, այդ որ նորից հիմա սկսել եք քննել, հնարավոր է, որ գործը վերաբացվի։ Չի բացառվում։ Ահա։ Լավ։ Եկեք ես ձեզ ճանապարհեմ։ Համեցեք։ Թե ես դրա համար էի ուզում, որ Լուսեն մի որոշ ժամանակ այստեղ մնա, մինչև այդ բոլոր հարցերը կարգավորեմ։ Իսկ կարգավորվել է ամեն ինչ։ Դե խոսել եմ հետը։ Ասել եմ, որ իր ուզածը անհնար բան է։ Եթե անգամ ես ու Լուսեն բաժանվենք էլ, միևնույն է իրար հետ չենք ամուսնանալու։ Սիրտս ցաված է աղջկա համար, չգիտեմ ինչ ասեմ, բայց դուք արդեն ամուսնացել եք Դավիթ ջան։ Ես էլ չգիտեմ ինչ ասեմ, բայց դե Լուսեն էլ չի կարող այստեղ երկար մնալ։ Դա համ իր մոտ հարցեր կառաջացնի, համ ձեզ զարգամի։ Եթե անկեղծ ես չեմ ուզում, որ մենք թաքնված ապրենք։ Ես կարող եմ Լուսեին հենց հիմա էլ պատմել ամեն ինչ, ուղղակի չգիտեմ ոնց կարձագանքի։ Դե, դա ամենաճիշտ տարբերակն է։ Շատ լավ կլինի, որ այդ ամեն ինչը Լուսեն քեզնից լսի, ոչ թե ինձնից կամ մեկ ուրիշից, առավելևս այդ աղջկանից։ Համաձայն եմ, հասկանում եմ ձեզ։ Ես անպայման կխոսեմ Լուսեի հետ ու ձեզ էլ տեղյակ կպահեմ։ Ու շատ շնորհակալ եմ։ Գնանք։ Մամ, խոստացել ես Արամին ոչ մի բան չասես, ինքը կասի լավ։ Դե պապային ու Արամին էլ բաճիկներ։ Դու էլ Դավիթ ջան, հաճախ սենց անակնկալներ արա, խնդրում եմ։ Դե իհարկե կփորձեմ, բայց տանը առանց Լուսեի շատ անսովոր է։ Բայց խոստանում եմ հաճախ կգանք։ Դե Արամին ու ձյաձյարգամին բարևներ։ Լավ։ Հարապես չեմ հասկանում ինչ եմ ես վեր կացել ու եկել։
Ինչ որ այսքան ժամանակ պլանավորել ենք, մի րոպեում ամբողջը փչացրեցիր։ Ես չգիտեմ ինչ որ բան կլինի փոխել թե ոչ։ Տենց մի ասեք։ Գիտեք ես ինչքան ուրախ եմ, որ այս պայն իմ կողքը կանգնած եք։ Եվ ահա որ հուսահատված եմ։ Դավիթը այդպես կյանքում իմ հետ չէր խոսել, իրոք ոնց որ իր համար մեկ լիներ։ Արի դու գնա տուն, հա։ Եթե պետք է ես քեզ կտանեմ։ Այդքան վատա վիճակս, որ վախենում եք մենակ տուն գնամ։ Հա, շատ վատ է, քայլի գնացինք, հա։ Գնամ տուն, ինչ անեմ։ Ոնց ինչ անես։ Դու ընդհանրապես ինչի չես աշխատում։ Գնա քեզ զբաղմուն գտի, մարդկանց հետ շփվի, կարող է մի բան փոխվի կյանքումդ։ Դուք եք ինձանից հոգնել։ Ինչի դու քեզնից չես հոգնել։ 7 երգ գիտես, 7-ն էլ Դավիթի մասին։ Լավ, իսկականից լուրջ եմ քեզ ասում։ Գնա քեզ զբաղմունք գտի, կյանքդ կփոխվի։ Դուք եք կարծում, որ էլ հույս չկա։ Ես ոչ մի բան չեմ կարծում, ես քեզ ուղղակի առաջարկում եմ, որ զբաղվես ինքդ քեզնով։ Հետո կյանքը չգիտես ինչ կլինի։ Եթե ինքը քոնն է, կվերադառնա քեզ։ Իսկ եթե քոնը չի, ինչ ուզում ես, արա, չի գալու այդ մարդը։ Մեծ աղցաններից կարդինալ ու Ֆիլադելֆիա։ Ես թեյք Նյու Յորք եմ ուզում։ Մեծ պաստա դա Վինչի։ Դրոս այսքան եղբայր։ Մերսի, մեկ էլ զեյթուն պամիդոր վարող չգիտեմ, ձեր ճաշակով։ Շատ բարի։ Մերսի։ Նստեք։ Եկեք մի հատ նկարվենք, էլի։ Եկեք նկարվենք, նոր կհանեմ։ Դե Անայիս ջան, քեզ մի փոքր համբերություն, որ ես բիծուկողը կարողանաս դիմանաս։ Չհասկացես, յութով ես կենաց ասում։ Հա։ Վայ բիծա, քեզ էլ մի քիչ ակտիվություն, որ մեզ աղջիկը քո կողը չքնի։ Արամին բան մի ասա, ինքը շատ լավն է։ Բայց ով բան ասաց, շատ լավն է, ուղղակի պիցա է։ Լավ, խմեք։ Գերեք տեսեք ինչ համով աստեղ։ Լսնեմ։ Չէ։ Կարաք սրանից էլ փորձեք երեխեք հետո։ Ասեք փորձենք։ Մենք էլ ձերինից։ Վիկա։ Ով է ճաշակում ես։ Լավն է, չէ։ Ընդիր։ Անցած անգամ էլ եք սրանից վերցրել։ Ամեն մի հատ թթվարուն կգտաս։ Թթվիս իրար։ Վիկա։ Ապրես։ Ալի ուրիշ է, երես։ Դնեմ դուր։ Դիր կոմոդ։ Համավա ձերը։ Նենց սոված էի։ Ես էլ էի սովածացել։ Դե լավ։ Հիմա հաջորդ կենացը։ Դե որ դու յութով խմեցիր, ես էլ կարամ խմեմ։ Առաջարկում խմենք Արտուրի կենացը։ Ով։ Ապեր գործը թեթև լինի։ Ու փողը շատ։ Ապրեք։ Բայց լավ էր համովը։ Այդ ստեյքի անունը ոնց էր։ Նյու Յորք։ Նյու Յորք։ Այդ մեկն էլ Ֆիլադելֆիա էր, չէ՞, սանոթը։ Հա ու կարդինալ։ Դա քեզ դեմ սրանց։ Բա վերջը։ Եկել էր հարցը խաղաղությամբ վերջացներ։ Լուրջ, Սրապյանը խաղաղությամբ։ Ծիծաղալույա, չէ՞։ Ու ասեց այդ որն է։ Այ հիմա բռնվի որ չընկնես։ Ասում է համոն թող դատարանից հետ վերցնի թղթերը, ես էլ ժամկետը երկարացնեմ, փողը կես տարում հետ տա։ Հա, ինք այդ կան կդիմանա։ Դե չգիտեմ։ Ես ասացի, որ ամեն դեպքում ձյաց համային կփոխանցեմ, եթե պատասխանը դրական լինի կգամ կասեմ։ Աշխենն էլ հետս էր այդ ժամանակ, չուզեցա շատ երկարացնեմ, տերևի նման դողում էր։ Այդ լավ ես արել, որ կարճ ես կապել անկախ Աշխենից, իր այդ պետք չի երկարացնել։ Մի խոսքով սպասենք տեսնենք ինչ կլինի։ Գալու է էլի հաստատ։
Աղագին փող է կորցնում։ Մտածում կարող արգամի ձեռը բռնած գա, կամ էլ որդուն ուղարկի։ Չեմ կարծում, որ ձեզ արգամը կուզի ես կողմեր Երևա։ Իսկ եթե որդուն կուզի ուղարկի, թող ուղարկի։ Արգամ, մի րոպե ինձ լսի էլի։ Սուրեն, համբերի ասելիքս ասեմ ավարտեմ, հետո էլի ասա։ Սպասի էլի մի շեղվի, լսի մի հատ։ Հիմա տես, եթե այդ համոյ տան հարցը չլուծվի, չէ, ամեն ինչ ջուրն անկնում, հասկանում ես, մեր ջանքերը, իմ փողերը, այնպես որ քարը փեշիցը թափի ու մի հատ խոսա էլի Սաթենի ու իր լակոտի հետ։ Մոռացիր։ Դե հասկանում եմ, պարզա։ Լուսեի ամուսնանալուց հետո դու արդեն Սաթենի աչքի լույսը չես, պարզա։ Դե լրջացի էլի, ինչքան կարելի է։ Ու ընդհանրապես մոռացի այդ հարցով, ես ոչ Սաթենի հետ, ոչ Արեգի հետ չեմ խոսելու։ Այսինքն դու ինձ ստիպում ես ավելի վատ միջոցների դիմել, հա։ Իսկ դու ինձ ստիպում ես, որ ես բաժնետերերի խորհուրդ հրավիրեմ ու հարցը դնեմ քննարկման։ Դավոյին քեզնով ես արել, հա, ինչ-որ շատ ինքնավստահ ես։ Ես խնդիր չունեմ Դավոյին ինձնով անելու։ Դավան լուրջ ու կարգին տղա է։ Այդ հաստատ։ Դե ուրեմն, լսի, սա միակ ճիշտ քայլն է։ Խորհուրդ ենք հրավիրում ու հարցը դնում ենք քննարկման։ Հիմա ամենակարևորը։ Անդրանիկի գործը շատ հնարավոր է, որ վերաբացվի։ Դուրդ եկավ։ Հա, շնորհակալ եմ։ Մտածեցի ավելի երկար կապրեն սովորական ծաղիկներից։ Դե մի քիչ կամակորեն, բայց կփորձեմ ապրես։ Լուսե, կարող է ինչ-որ տեղ գնանք։ Ուր։ Չգիտեմ, ինչ-որ ուրախ տեղ։ Դե մենք էլ չէ, մեկ-մեկ պիտի ուրախանանք։ Դու մենակ ասա հա, ես կկազմակերպեմ։ Կամ եթե մտքիդ բան կա, դու ասա։ Սի, Արամի ու Անայիսի դասերը պիտի որ վերջացած լինեն, չէ։ Հա, պիտի որ, բայց իրանք… Անայիսը ինձ մի անգամ բան էր ասել, ես էլ հիշեցի։ Դու դեմ չես լինի, չէ, որ 4-ով լինենք, ես, դու, Արամն ու Անայիսը։ Չէ, իհարկե դեմ չեմ լինի, բայց ինչի մասին է խոսքը։ Այդ տեղում կիմանաս։ Հիմա արի մի փոքր բան ուտենք, ես էլ զանգեմ երեխեքին պայմանավորվեմ։ Լավ։ Դե ես չեմ ուշանա։ Վիկային կճանապարհեմ տուն, հետո նոր կիջնեմ պահեստ։ Նայ, ապեր դու գիտես։ Բայց մեզ հեչ դժվար չի Վիկային տուն տանելը։ Դե ես չեմ էլ կասկածում։ Ուղղակի կարոտում եմ գժիս։ Մի քիչ հետը կքայլեմ նոր, էլի։ Ալո։ Հա։ Մի րոպե։ Դավոնա, քեզ բան ունի ասելու։ Հալո։ Բան է եղել Անայիս։ Չէ, Լուսեի հետ տեղ էին գնում, ուզում են մենք էլ գնանք։ Երանի ձեզ։ Մնում է այս բիձեն հարամ չանի համաձայնվի։ Դե չգիտեմ, հələ քայլում ենք։ Լավ, կգանք։ Իսկ կարող է Արթուրի ազատ օրը գնանք մեր այգի։ Հա, եկեք։ Անայիս, իսկ ձեր այգում ման գալ կա։ Խորոված եք ուզում։ Հա, կարանք անենք։
Գավ ասարքելը։ Ես։ Սպասի, բայց ինչի հիմա վրա պետք է վերաբացվի այդ գործը։ Անդրանիկից վթարի օրը նույն տեղում ինչ-որ ավտովթար ա եղել։ Ինչ-որ ոստիկանի են գցել մեքենայի տակ։ Այդ գործն են ուզում վերաբացել։ Անդրանիկից գործն էլ դրանից է կախված։ Իսկ այդ ոստիկանի գործը խայր չեմ հասկանում 18 թե 19 տարի է անցել, այդ ինչ հաշիվ է։ Այդ ոստիկանին, որ գցել են մեքենայի տակ, կապիտանը, որ եկել էր։ Այդ ոստիկանի տղան է։ Ազան որոշել է որ գործը լսի արգամ, ուրեմն այդ վրայով տանողին չեն գտել։ Փաստորեն չեն գտել։ Այդ հեչ լավ չի։ Ընդհանրապես լավ չի։ Լսի, իսկ այդ կապիտանը ինքը գիտի, որ մենք ինչ որ միասին ենք եկել Հայաստան։ Հա, գիտի։ Չեկավ, չէ՞։ Չէ։ Ինչ չհավատացիր։ Բայց ինչի՞։ Որովհետև հիշել է իրա Լուսեին։ Այսինքն երբ ամոռացել, որ հիմա էլ հիշի։ Լավ, թե այդ խմի։ Գալիս եմ ես։ Չես խաղացել։ Խաղացել եմ 2 անգամ Ամերիկայում։ Դե կհամեմատես այստեղի գնդակներն են ծանր թե այնտեղ։ Բարև։ Սենց բոլոր շուտ կազմակերպեք։ Բարև, գնդակս։ Ջահելը դուք եք մեզ եք ասում։ Հա, Իմիջայլոց, ոնց եք ես գործում։ Խաղանք զույգերով։ Հա, մեկ էլ մտածեք ինչ եք ուզելու, դե մարդ ես կարողա հաղթեք։ Դե հաստատ մենք ենք կրելու։ Բայց ուզում եք դուք էլ մտածեք։ Լսեցիր չէ։ Ախպերդ միշտ է սենց ինքնավստահ։ Միշտ։ Տենց ֆիթնեսից դուրս եկա, մեկ էլ տեսնեմ 11 հատ բաց թողնված զանգ, 11-ն էլ օլեից։ Դե մի խոսքով մեղքս եկավ տեսա։ Ոնց որ չես լսում, հա ինչ եմ ասում։ Ասում եմ Դավիթի տոլային եմ տեսել։ Հա։ Հետո։ Ոնց հետո։ Ես էլ գիտեմ կուրախան ես, երեք այդքան խնդրում էիր։ Սիզավել ես իմ դարդին եմ։ Ոչ քիչ ոչ օլա է գալիս ոչ դավո։ Ինչ է եղել։ Հələ որ բան չի եղել, բայց որ լինի հեչ լավ բան չի ստացվի տիկին ջան։ Կարող եմ մի նորմալ բան բացատրես։ Ես մեղավոր չեմ, որ դուք ոչ մի նորմալ բան չեք առաջարկում։ Ես էլ առաջարկում եմ այն, ինչ որ մենք
Մի ժամանակ խաղացել ենք։ Դե կարենք մաֆիա խաղայինք, բայց մաֆիայի համար շատ քիչ ենք։ Տեսնում ես, իսկ մրոցի համար լրիվ բավարար ենք։ Բա, նենց որ Արեգ ջան, սկսի բաժանել։ Լավ էլի Սադ։ Ինչ լավ էլի։ Բաժանի խաղանք, դու արագ ուրիշ առաջարկ ունես։ Չէ, չունեմ առաջարկ։ Դե բաժանի։ Ու դամաները հանի, մի դաման թող, ու մոտ վերջում դաման կմտնա, այլ կպարտվի, վсё, գրվում է ուրեմն։ Հիմա ես ոնց ենք խաղում։ Հիմա տես ինչ ենք անում։ Ուրեմն, եթե զույգեր ունեք, հանեք անպայման։ Հա։ Այսինքն։ Ապրեք, հանեք։ Հիմա Աշխենը վերցնում է ինձնից քարտ քաշում է։ Ու եթե իր մոտ զույգ է լինում, էլի հանում է։ Հիմա դու ես քաշում։ Ահա, հիմա բեր։ Ես էլ ես հանեցի։ Ես։ Հիմա դու ես քաշում։ Ես վերջացրեցի։ Ահա, հիմա տես ինչ ենք անում, ես եմ վերցնում։ Եթե զույգ եղավ, վերջ։ Արեգս գրվում է։ Վերջ։ Արեգս գրվեց։ Բա, դաման քո մոտ մնաց։ Արի, արիցովտոնը, օրի։ Արեգիս հեսա։ Նարենում ենք։ Լուրջ Սադ։ Իհարկե լուրջ, արի։ Արի։ Այսինց։ Տես։ Եղավ Սաթան, դու ուրը կտեսնես։ Ես ինչ ավես խաղա։ Հա, բա, ձեր այդ մաֆիա, ստից բաները։ Բայց ով էր այդ տղան։ Այդ տղան ոստիկանության կապիտան էր։ Գործը նորից վերաբար։ Չէ, գործը չի վերաբացվել։ Այդ տղան պարզապես իր հոր դժբախտ պատահարի հետ կապված հարցեր էր տալիս, ես էլ պատասխանում էի, գործը չի վերաբացվել։ Բայց մենք իր հոր հետ ինչ կապ ունենք։ Ոչ մի կապ չունենք, ինչ կապ կարող ենք ունենալ մենք իր հոր հետ։ Ախր, լավ Մարիամ, չես հասկանում ինչ եմ ասում։ Չէ, ես արդեն ոչ մի բան չեմ հասկանում։ Լավ, լսի, հիմա ասեմ։ Դեպքը տեղի է ունեցել նույն օրը, կարելի ասել նույն ժամերին։ Այդ տղան մտածում է, որ այս երկու գործերը իրար հետ ինչ-որ կերպ կապ ունեն։ Ու փորձում է երևի վերաբացել հոր գործը։ Եթե հոր գործը վերաբացի, ուրեմն կվերաբացվի նաև Անդրանիկի գործը։ Ապեր կարող եմ մի քիչ հանգստանանք նոր։ Չէ, ես մի քանի հատ ենք մաքրում նոր։ Ոնց այսքանը պետք է տեղափոխենք։ Պարտադի վաղը նոր պարտի ա գալու, պետք է դասավորենք որ տեղ ազատվի։ Հոգնար արի։ Այսօր ավելի հոգնած ես, հա ոնց որ։ Չէ, եղեք այսօր շատ եմ կերել, ծանր եմ։
Հել աշխատենք, ոչինչ։ Վեր, ես սրանք դու տար հետևը դասավորի, բայց այն հետևիներին ձեր չտաս, հա? Ես հեսա գալիս եմ։ Ամուսնյակ։ Այելի կապավ, լսի դու չգիտես, որ ինչքան քիչ գիտես, այնքան հանգիստ ես քնում։ Բայց կարող եմ մի բան ասես։ Այ։ Դու հիշում ես չէ, որ այս ժամանակին շատ արագ էի քշում։ Հա, ոնց չեմ հիշում։ Քանի անգամ ես դու գանվել է դրա պատճառով։ Հա, հետո էլ մեքենատ վաճառեցիր։ Անայսի ծնվելուց մի 2 ամիս առաջ էր, չէ։ Հետո դες ճիշտ հիշում։ Ասացիր մնալու է գարաժում փտի։ Այդ գնորդն էլ որտեղից էր, սպասի հիշեմ։ Բաթումից էր։ Լսի, լավ էլ էժան վաճառեցիր այդ մեքենան, կարելի ասել նվեր տվեցիր։ Ինչ էլ հիշում ես։ Իսկ ինչ ես հիշում։ Ոնց որ թե այդքան է։ Հա, ու մեկ էլ որ դրանից հետո էլ կյանքում չվարեցիր մեքենա։ Արդեն վարորդ էիր պահում։ Ինչ է եղել ամուսին։ Հա, ինչ է եղել։ Լավ եմ։ Նրանք մի խնդրանք էլ է։ Նրանք հարցեր չտաս։ Հա, ասա։ Հեն ինչ-որ նոր պատմեցիր, կարես մոռանաս։ Այսինքն մարդու չպատմես։ Ինչի։ Ինչ կա դրա մեջ։ Էսի բան խնդրեցի։